Գրեթե ամեն շաբաթ Պարեկային ծառայությունը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն, այդ թվում ճանապարհներին տիրող վիճակի վերաբերյալ։ Այսքան ալկոհոլ օգտագործած վարորդ է տուգանվել, այնքանը զրկվել է վկայականից եւ այլն։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ճանապարհներին վիճակը փաստացի չի փոխվում։ Այդ հանգամանքը ունի մի քանի պատճառներ, որոնցից գլխավորը, ըստ փորձագետների, կրթական ցածր մակարդակն է։ Եվ ահա ներքին գործերի նախարարությունը քննարկում է վարորդական իրավունքի տրամադրման նոր կարգ, որի դեպքում քաղաքացիները վարորդական իրավունքի վկայականի համար քննությանը մասնակցելու հնարավորություն կունենան միայն ավտոդպրոցում ուսուցում անցնելուց հետո։ Ավտոդպրոցում կրթություն ստանալուց հետո ընդհուպ մինչև եթե տեսականին մասնակցությունը թույլատրվի գործնական դասեր անցնելուց հետո դրանով հերթերը կկրճատվեն այն պատճառով մարդիկ կգնան տեսական քննությանը ավելի պատրաստ, քանի որ երբ որ դու գործնական վարել գիտես, քո տեսականում սովորածը արդեն դառնում է ոչ թե անգիր արված թեստեր, այլ գործնականում կիրառելի գիտելիք։ Նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ոլորտի մասնագետների հետ, քննարկելով ավտոդպրոցների լիցենզավորման հնարավոր պահանջները եւ նոր համակարգի ներդրման ակնկալվող արդյունքները։ Նախ պետք է որոշվի այդ լիցենզավորման կարգը։ Այստեղ կարևորագույն նախապայմանն այն է, որպեսզի լիցենզավորումը չվերածվի մերոնք-ձերոնք խաղի, որի հետևանքով դաշտում հնարավոր է մնան փոքր թվող խաղացողներ, այսինքն բարեխիղճ ձեռնարկատերերը պետք է կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Դա միայն հնարավոր արդար եւ ճիշտ ճանապարհ կլինի, եթե ավտոդպրոցները նախապես լիցենզավորվեն եւ որակավորվեն։ Այսպես ասած, ներքին գործերի նախարարությունը լիցենզավորման ու որակավորման միջոցով կֆիլտրի որակով կրթություն ցույց տվող ավտոդպրոցներին, որով նաև գուցե բացառվի սերտիֆիկատների կամ հավաստագրերի վաճառքը, որպեսզի մարդիկ մասնակցեն գործնական քննության։ Այդ լիցենզավորման համար պահանջվող պայմանները մշակելուց հենց չանեն, որ մենակ իրանց ուզած շատ փոքր թվով ընկերություններ մտնեն դրա տակ, ինչ որ օլիգոպոլ վիճակ ստեղծվի, իրար հետ պայմանավորված կսեն արհեստական գներ բարձրացնել, դա ներկայացնելով որ լրացուցիչ ծախսեն անում sense ինչ-որ բաներ էլի։ Հաջորդ խնդիրը բուն քննության process-ն է։ Կա տարբերակ, որ վկայական ստանալու համար հանձնվող քննությունը նորից կմնա ներքին գործերի նախարարության գործառույթների տիրույթում, եւ տարբերակ էլ կա, որ դրանով զբաղվի մասնավորը նախարարության վերահսկողությամբ։ Այստեղ ամենակարևոր նախապայմանը դպրոցում սովորելու հավաստագրի վաճառքի բացառումն է։ Առաջի մտավախությունը բանն է, որ նորմալ վերահսկողություն չեն կարողանալու իրականացնել ու սա լինելու է ածեխասմոտրի կետերի նման, որ ճիշտի համար վճարումն անում են, թուղթը վերցնում են, ոչ մի բան չեն ստուգում։ Եթե մարդը ինքը չի պահանջում, ոչ մի պծառությունը չեն մատուցում։ Այսինքն առաջի խնդիրն է տալնելու, որ չլինեն այս դեպքեր, որ մարդիկ պրոֆիտ փողը տան, ասեն գրի, որ ես կոմոտ եկել եմ ու բրծնեն։ Թեկուզ տեսաձայնագրում կլինի պարտադիր ու իրանք կնայեն, մինչև ուսանողին տեղում չեն հայտնի որոշումը, կգնան վիդեոն կնայեն, տեղում կփոխանցեն, կասեն ստացավ, այսինքն թեկուզ եթե պատվիրակի ավտոդպրոցի, միության կամ ցանկացած այլ բանի, միևնույն է վերջնական որոշումը վստահաբար նգնան ինքը կկայացնի։ Ներկայում բազմաթիվ արհեստավարժ վարորդներ ելթևեկության գործնական պարապմունքներ են անցկացնում քաղաքացիների համար, եւ դրանց արժեքը բավականին մրցունակ է։ Ենթադրվում է, որ լիցենզավորման process-ից հետո նրանք կամ ստիպված կլինեն ներդրումներ անել եւ ստեղծել ենթակառուցվածքներ, կամ ընդգրկվել այս կամ այն ավտոդպրոցի անձնակազմում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։